Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ տնտեսագետ Նարեկ Կարապետյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, պարոն Կարապետյան, հրավերն ընդունելու համար։ Պարոն Կարապետյան, ինչպես տեղյակ ենք, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ նահանգների առևտրային գործընկերների մեծամասնության նկատմամբ առևտրային մաքսատուրքերը սահմանում, եթե չեմ սխալվում, 10-ից մինչև 99% անգամ։ Ինչ նպատակ է հետապնդում Թրամփի նոր առևտրային քաղաքականությունը։ Ընդհանուր առմամբ սահմանված մաքսատուրքերը, դրանք մասն են այն ընդհանուր քաղաքականության, որը Թրամփի վարչակազմը իրականացնում է, եւ դա Միացյալ Նահանգների տնտեսական հզորությունը վերագտնելու, ըստ իրենց ձևակերպման, վերագտնելու քաղաքականությունն է, եւ դրա համար որպես առաջին գործիք Թրամփի վարչակազմը դիտարկում է մաքսատուրքերը։ Մաքսատուրքերը նրանք հարկեր են ներմուծման նկատմամբ, որոնք թանկացնում են ներմուծվող ապրանքները եւ միաժամանակ արհեստականորեն ավելի մրցունակ դարձնում տեղական ապրանքները։ Հետևաբար տեղական ապրանքների մրցունակությունը բարձրացնելով Թրամփի վարչակազմը փորձում է զարկ տալ Միացյալ Նահանգների սեփական ինդուստրիաներին, ռեինդուստրիալացնել Միացյալ Նահանգները, այդպիսով ստեղծել աշխատատեղեր, վերականգնել տնտեսական հզորությունը եւ համաշխարհային տնտեսությունում ել ավելի ամրապնդել Միացյալ Նահանգների դիրքերը, այնուամենայնիվ այն քաղաքականությունը, որը իրականացվում է Թրամփի վարչակազմի կողմից, ամենևին միանշանակ չի ընկալվում տնտեսագիտական շրջանակներում եւ այստեղ բազմաթիվ քննադատություններ են։ Ինչ ռիսկեր են առաջ բերում։ Թերևս ամենամեծ քննադատությունները հենց 3 տեղի ունեցան, երբ այս ահռելի փաթեթի մասին հայտարարությունը տարածվեց։ Տեսեք, բազմաթիվ են ռիսկերը եւ առաջին հերթին մաքսատուրքերը, որպես հարկեր ներմուծման նկատմամբ թանկացնում են Միացյալ Նահանգների քաղաքացու սպառումը, այսինքն այլ հավասար պայմաններում, եթե վերջինս չիրականացնի իր ներմուծման, իր սպառման կառուցվածքի վերանայում, սպառելու է ավելի թանկ ապրանքներ միայն այն պատճառով, որ ներմուծողը ավելի շատ հարկեր է վճարել սահմանին, ավելի շատ հարկ է գանձել Միացյալ Նահանգների կառավարությունը։ Իհարկե խաղադրույքը նրա վրա է, որ ներմուծվող ապրանքները աստիճանաբար փոխարինվելու են տեղական արտադրության ապրանքներով, սակայն պետք է նկատի ունենալ, որ Միացյալ Նահանգները աշխարհում ամենամեծ առևտրային պակասուրդ ունեցող երկիրն է, բացարձակ մեծությամբ ահռելի առևտրային պակասուրդ ունի Միացյալ Նահանգների տնտեսությունը եւ բնականաբար դա անմիջապես հնարավոր չի լինելու փակել եւ բավականին երկար տարիներ Միացյալ Նահանգների սպառողները վճարելու են շատ ավելի բարձր գին իրենց սպառման համար եւ կան տարբեր գնահատականներ դեռևս դեկտեմբերին Միացյալ Նահանգների կոնգրեսի բյուջետային գրասենյակը գնահատել էր, որ շուրջ 1%-ային կետ լրացուցիչ գնաճային ճնշում կառաջացնի մաքսատուրքերի որոշակի սցենար, ընդ որում իրենք դիտարկել էին համատարած 10% մաքսատուրքեր եւ 20% Չինաստանի նկատմամբ, մինչդեռ հիմա մաքսատուրքերի փաթեթը շատ ավելի հուժկու է եւ հետեւաբար Միացյալ Նահանգների սպառողի համար գնաճային ազդեցությունը ավելի մեծ է լինելու։ Սա հիմա միջազգային շուկաների, այսպես առևտրային լարվածության առիթ կարող է հանդիսանալ։ Իհարկե, սա հենց այդ կոնտեքստում է, այսինքն սա ընդհանուր աշխարհաքաղաքական հատվածավորման գծի վրա է, որովհետեւ որքան կոշտանում է առևտրի սահմանափակումները, այնքան աշխարհի երկրների տնտեսությունները իրարից սկսում են հեռանալ եւ այս հեռացումը զուգակցվում է նաեւ քաղաքական լարվածությամբ եւ ըստ էության սա սպասարկում է համաշխարհային տնտեսությունում սեգմենտավորման գործընթացը եւ ավելի է խորացնում դա հենց համաշխարհային տնտեսության առաջատարի կողմից, հենց ամենամեծ դժբախտությունը կարելի ասել նրանում են տեսնում տնտեսագետները, որ եթե մինչ սա նման վարքագիծ կիրառվում էր ոչ առաջատար երկրի կողմից, Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը, իրենք առաջ էին տանում գլոբալացման օրակարգը, տնտեսական համաշխարհային տնտեսությունում ավելի մեծ ինտեգրացիայի եւ համագործակցության ուղեգիծը եւ կային որոշ երկրներ, մասնավորապես առաջին հերթին Չինաստանը, ովքեր փորձում էին իրենց շահը առաջ դնելով, իրենց տնտեսական առաջնահերթությունները առաջ բերելով, որոշակիորեն վեր կանգնել այս խաղի կանոններից եւ օրինակ մաքսատուրքերի տարբեր սուբսիդիաների միջոցով իրենց արտադրողին խթանել։ Դրա վառ օրինակը չինական էլեկտրոմոբիլները, որոնք շատ առատորեն, առատաձեռնորեն սուբսիդավորվում են Չինաստանի կառավարության կողմից եւ հենց այդ պատճառով եվրոպական երկրներն ու Միացյալ Նահանգները փորձել են պաշտպանվել դրանից, սակայն հիմա նմանատիպ
քաղաքականություն իրականացնում է Միացյալ Նահանգները եւ դա շատ մեծ անհանգստություններ է բերում։ Իհարկե ես նշեցի մի ասպեկտը, լոկալ ասպեկտը, դա Միացյալ Նահանգների սպառողի համար սպառման թանկացումն է, բայց կա գլոբալ ասպեկտը, որը համաշխարհային տնտեսության սեգմենտավորումն է եւ որ լարվածության առաջացումը, տնտեսական դեինտեգրացիան, որոնք ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհի համար տնտեսական բացասական էֆեկտ են ունենալու ավելի ցածր աճով եւ ավելի բարձր գնաճի տեմպերով։ Իսկ ինչ կլինի, եթե Միացյալ Նահանգների առևտրային գործընկերները եւս պատասխան մաքսատուրքեր սահմանեն։ Այո, սա այն սցենարն է, որը արդեն տեղի է ունենում, այսինքն երկրների մի մասը արդեն իսկ հայտարարել են, որ իրենք պատասխանելու են եւ տնտեսական տրամաբանությունը հուշում է տնտեսագիտական տրամաբանությունը, որ անհրաժեշտ է արձագանքել դրանց, որովհետեւ եթե միայն մի կողմից է այդ մաքսատուրքերը կիրառվում, ապա բնականաբար անարդար խաղի պայմաններ են առաջանում երկու կողմի տնտեսվարողների համար։ Իհարկե Թրամփի վարչակազմը հայտարարում է, որ ինքը ոչ թե նախաձեռնում է նման մաքսատուրքեր, այլ արձագանքում է արդեն առևտրային սահմանափակումներին։ Սակայն այստեղ շատ են այսպես խոցելի կետերը այս հայտարարությունում։ Մասնավորապես երևի թե տեսած կլինեք այն հայտնի աղյուսակը, որը Թրամփը ցույց է տալիս, գեղեցիկ տպված, որտեղ մի կողմում աշխարհի երկրների կողմից պայմանական Միացյալ Նահանգների դիմաց կիրառվող մաքսատուրքերն են, եւ մյուս կողմում են մաքսատուրքերը, որը Միացյալ Նահանգներն է սահմանում, եւ Միացյալ Նահանգները սահմանում է դրա կեսը։ Այսինքն իրենք գնահատել են, թե որքան պայմանական մաքսատուրք են սահմանում իրենց նկատմամբ, դա կիսել են եւ այդքանով են արձագանքում եւ սրա քաղաքական կոնտեքստը նա է, որ իրենք ընդհանրապես մասամբ են պատասխանում, այսինքն ոչ թե նախաձեռնում են, այլ մասամբ պատասխանում են հայտարարված մաքսատուրքերին։ Սակայն իրականում սա ընդհանրապես գնահատական է, աղյուսակի ձախ կողմում երևացող թվերը, դրանք այն գնահատականն են, որը Թրամփի վարչակազմը տվել է այն պայմանական սահմանափակումներին, որոնք երկրները կիրառում են, իսկ իրական մաքսատուրքերը դրանից շատ անգամ քիչ են, դա ընդհանրապես գուցե տեխնիկական նկատառում հնչի, բայց իրենք վերցրել են, թե յուրաքանչյուր երկիր Միացյալ Նահանգների հետ որքան առևտրային հավելուրդ ունի, դա բաժանել են ընդհանուր ներմուծման մեջ եւ դիտարկել են դա որպես մաքսատուրք, այսինքն որպես անարդարացի քաղաքականությունների արդյունք, որը այդ երկրները կիրառել են եւ այստեղ դիտարկված չեն այն հնարավոր գործոնները տարբեր, որոնք կարող են հանգեցնել նրան, որ Միացյալ Նահանգները որևէ երկրից ավելի շատ ներմուծում, քան արտահանում է։ Օրինակ են, որ ինքը ներմուծում է շատ աղքատ երկրներից հումք եւ արտահանում է ավելի թանկ ապրանքներ, որոնք այդ երկրները իրենց չեն կարող թույլ տալ եւ ավտոմատ առաջանում է առևտրային պակասորդ Միացյալ Նահանգների համար։ Միացյալ Նահանգները սա դիտարկում է որպես անարդարացի վերաբերմունք իր նկատմամբ եւ դրան արձագանքում է արդեն իրական մաքսատուրքերը, ոչ թե հնարած մաքսատուրքերով, որոնց ինքը արձագանքում է, այլ իրական մաքսատուրքերով։ Իսկ կան երկրներ, որոնք այս մաքսատուրքերի սանդղակով չեն անցնում, այդ թվում Մեքսիկան, Կանադան, եթե չեմ սխալվում, նաեւ Ռուսաստանը։ Ինչով է սա պայմանավորված։ Միգուցե Ռուսաստանի հատվածով մի փոքր սխալվում եմ։ Պայմանավորված է նրանով, որ այդ երկրների նկատմամբ արդեն իսկ կիրառվել են շատ ավելի կոշտ մաքսատուրքեր, քան կենթադրվեր իրենց այս վարժությամբ։ Այսինքն իրենց կատարած այս վարժությունը, որը բերել է մաքսատուրքերի, դա այն երկրների նկատմամբ է, որոնց նկատմամբ դեռ չէին նման կոշտ մաքսատուրքեր կիրառվել։ Իհարկե Չինաստանը բացառություն է, Չինաստանի դեպքում լրացուցիչ մեծ թիվ են ստացել, որը գումարելու են արդեն իսկ եղած մաքսատուրքերին։ Հիմա Միացյալ Նահանգների այս առևտրային քաղաքականությունը բացասաբար կանդրադառնա հայաստանյան առևտրային գործընկերների վրա՝ Իրան, Չինաստան, Ռուսաստան։ Եվ եթե այո, ինչ կերպ։ Տեսեք, քանի որ սա ամբողջ աշխարհում համատարած երևույթ է, այսինքն սա բացառիկության սկզբունքով չի կիրառվում մեկ երկրի վրա, հետեւաբար իր ազդեցությունն էլ համատարած է լինելու համաշխարհային տնտեսության վրա։ Դժվար է պատկերացնել, որ Միացյալ Նահանգների արտադրողը անմիջապես հարմարվելու է խաղի նոր կանոններին եւ Միացյալ Նահանգների սպառողին առաջարկելու է փոխարինող ապրանքներ։ Դա բնականաբար երկար գործընթաց է։ Եվ քանի դեռ այս երկար
գործընթացը տեղի է ունենում, մյուս երկրները, որոնք արտահանում են իրականացնում Միացյալ Նահանգներ, շարունակելու են փաստացիորեն աշխատել գրեթե նույն պայմաններով, սակայն Միացյալ Նահանգների սպառողի գնողունակությունը ավելի ցածր է լինելու եւ ամենայն հավանականությամբ վերջինս սպառելու է ավելի քիչ այդ ապրանքներից, բայց էֆեկտը ահռելի չի լինի, որովհետեւ սրանք շատ թիրախավորված մաքսատուրքեր չեն, այլ համատարած են եւ այս տեսանկյունից իր ազդեցությունը մեծ կլինի այն երկրների նկատմամբ, որոնց նկատմամբ ավելի բարձր է մաքսատուրքերը եւ իդեպ այս տեսանկյունից ուշագրավ է, որ շատ բարձր մաքսատուրքեր են կիրառվել ասիական որոշ երկրների վրա, ինչպես ասենք Վիետնամ, Լաոս, Թայվան, նման երկրներ, Թայլանդ, որտեղ ընդհանուր մինչև 50%-ից բարձր մաքսատուրքեր են կիրառվել, որտեղից Միացյալ Նահանգները հիմնականում ներմուծում է հումք, ասենք տեքստիլի հումք պայմանական եւ բնականաբար սա հնարավոր չի լինելու փոխարինել ուղղակիորեն Միացյալ Նահանգների ներքին արտադրությամբ եւ փոխարենը սա ընդհանրապես թանկացնելու է գները Միացյալ Նահանգների սպառողի համար։ Այս հայտարարություններից հետո բորսաներում ինչ փոփոխություններ են եղել եւ արդյոք բացասաբար ազդեցություններ արդեն կան դոլարի փոխարժեքի հետ կապված ինչ խնդիրներ են ծագել։ Այո, իհարկե, ֆինանսական շուկաները բավականին կոշտ են արձագանքել նման որոշմանը։ Իհարկե, այս մոտեցումները, այս քաղաքականությունները արդեն իսկ շուկան մարսել էր, այն տեսանկյունից, որ Թրամփի եւ նախընտրական քարոզարշավում եւ իր երթմնակալությունից հետո նման գործողությունները արդեն սովորական են դարձել եւ այդ հայտարարությունները արդեն իսկ պատրաստել էին ֆինանսական շուկային, բայց նման մոտեցման պետք է ազնիվ լինել եւ ասել, որ ոչ տնտեսագետները, ոչ էլ ֆինանսական շուկայի մասնակիցները չէին սպասում, որովհետեւ կարող ենք տեսնել, որ սա չափազանց կոշտ մոտեցում է եւ չափազանց թերևս նաեւ անարդարացի մոտեցում է եւ տնտեսագիտական տեսանկյունից նաեւ շատ խոցելի մոտեցում է համատարած նման քաղաքականության միջոցառում իրականացնել նման པարզ եւ խոցելի հաշվարկի հիման վրա եւ այդ տեսանկյունից արձագանքը բավականին կտրուկ էր եւ բորսայական ինդեքսներն են նվազել եւ դոլարն է բավականին թուլացել, հա բավականին կտրուկ ազդեցություն եղավ դոլարի միջազգային ինդեքսի վրա, այսինքն մնացած արժույթների նկատմամբ դոլարը որոշակիորեն արժեզրկվեց, բայց իհարկե դոլարը վերջին տասնամյակների իր դինամիկան անդադ արժևորում է եւ որոշակի արժեզրկումը բնականաբար չի վնասելու Միացյալ Նահանգների տնտեսությանը։ Հիմա այս ամենի ազդեցությունը պիտի հասկանանք ուղղակի կամ անուղղակիորեն Հայաստանի տնտեսության վրա, մինչ դա մի քանի վիճակագրական տվյալ հասկանալու համար, թե Հայաստանից դեպի Միացյալ Նահանգներ արտահանման ինչպիսի ծավալներ մենք ունենք։ Մասնավորապես ըստ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տեղեկատվության 24 թվականի հունվար-դեկտեմբերի ընթացքում Հայաստանից դեպի Միացյալ Նահանգների արտահանման ծավալը կազմել է 58.9 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 21.5%-ով ավելի է կազմել։ Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանից դեպի Միացյալ Նահանգներ արտահանման պատկերը հետևյալ կերպ է դրսևորվում։ Մենք Միացյալ Նահանգներ ենք արտահանել ոսկերչական իրեր, արտահանման ծավալը 4.9 միլիոն դոլար է եղել, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 2.8%-ով, արտահանել ենք այլ թռչող ապարատներ, արտահանման ծավալը մոտ 4.8 միլիոն, 23-ի նշալ ապրանքը տեսակը չի արտահանվել, կոնյակ, ռոմ, ջին, օղի, լիկյոր ենք արտահանել, որը նախորդ տարվա ժամանակահատվածում էլի 3.2%-ով աճել է, եղել է 3.2 միլիոն դոլար, նաև արտահանման ծավալում եղել են ջրեր, բնական կամ արհեստական հանքային ջուր, ըմպելիք եւ այլն, այս պարագայում եւս նախորդ տարվա ժամանակահատվածում մենք ունեցել ենք 3%-ով աճ եւ նաեւ արտահանել ենք թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, արտահանման ծավալը 1.3 միլիոն դոլար է եղել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 2.5 անգամով եղել է ավելին։ Տեսնելով այս թվերը եւ նաեւ այս մաքսատուրքերի բարձրացումը, արդյոք մենք խնդիրներ կունենանք արտահանման ծավալների նվազման տեսանկյունից եւ եթե այո, դա ոնց կանդրադառնա մեր տնտեսության վրա։ Տեսեք, իրականում Հայաստանը այն ճակերտավոր բախտավոր երկրներից է, որ գոնե մի քիչ է առևտրանում Միացյալ Նահանգների հետ ու հեռու է։ Ոչ միայն այդ տեսանկյունից, այլ որ 10% մաքսատուրքի է արժանացել, այսպես ասած, այլ ոչ թե 50-60%, ինչպես որոշ զարգացող երկրներ, իսկ 10% մաքսատուրք ինչու է դիտարկվել
կիրառվել Հայաստանի համար, որովհետև Միացյալ Նահանգները ահռելի առևտրային հավելուրդ ունի Հայաստանի հետ։ Այսինքն մենք եթե արտահանում ենք 40-50 միլիոն դոլարի ապրանքներ, ներմուծում ենք անցյալ տարի ներմուծել ենք 250 միլիոն դոլարից ավել եւ բնականաբար այստեղ ամենամեծ հոդվածը մեքենաներն է, տարբեր հագուստի ապրանքատեսակներ, բավականին լայն ապրանքային ցանկ։ Այս տեսանկյունից Միացյալ Նահանգները ուղղակիորեն չի թիրախավորում Հայաստանի եւ այն երկրների ներմուծումը, արտահանումը, որոնք առևտրային պակասուրդ ունեն իր հետ։ Իսկ 10%-ը դա ամենացանդրակում ամենացածր դրույքն է։ Հետևաբար Հայաստանի վրա ազդեցությունը ուղղակիորեն չի լինի, որովհետև հայկական ծագման ապրանքների թանկացումը Միացյալ Նահանգներում կլինի համեմատաբար ավելի մեղմ, քան մնացած երկրներից իրականացվող ներմուծումը։ Այս տեսանկյունից էական շատ մեծ ազդեցություն սպասել երևի թե չարժի, անգամ եթե այս միջոցառման արդյունքում բարձր մաքսատուրքերի տակ ընկնեն այն երկրների ներմուծումը, որոնք համադրելի ապրանքներ են արտահանում, ինչ որ մենք ենք արտահանում, պայմանական, ասենք, գինիներ կամ կոնյակներ կամ թանկարժեք քարեր, ապա որոշակիորեն անգամ մեր արտահանողների դիրքը այստեղ կարող է լավանալ, բայց եթե դիտարկենք, որ արտահանման ծավալը բավականին փոքր է, այսինքն մեր արտահանողների համար սա շատ մեծ ուղղություն չէ, որտեղ իրենք ենթադրաբար շատ մեծ մրցակցային առավելություն չունեն, ուղղակի այսպես մեծ էֆեկտներ դժվար է սպասել։ Դե բայց եթե մենք հաշվի ենք առնում, որ ուզում ենք տնտեսական դիվերսիֆիկացիա ապահովել, նաև գուցե մեր արտահանողների համար այդ ուղղությունը ավելի գրավիչ կարող էր դառնալ։ Եթե հիմա մաքսատուրքերը բարձրացվում են, այդ ուղղությունը կարող է մնալ այնքանով, որքանով հիմա կա եւ չավելանալ։ Այս տեսանկյունից միգուցե հնարավոր է մենք առաջընթաց չունենանք, ինչը կարող ենք ունենալ, եթե չլինեին մաքսատուրքերի բարձրացումները։ Այո, ես համաձայն եմ, բայց եթե դիտարկենք այն, որ համեմատաբար ավելի փոքր մաքսատուրքերի բարձրացում է ստանում Հայաստանը, քան մրցակից բազմաթիվ երկրներ, այս տեսանկյունից բացասական մեծ ազդեցություն կարելի է սպասել միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգների արտադրողը փոխարինի հայկական ապրանքները, օրինակ արտադրի գինի, կոնյակ, ջրեր կամ նույն թանկարժեք քարեր, հա, բայց որոշ դեպքերում դրա հնարավորությունները շատ մեծ չեն եւ նաեւ կա ապրանքի սպეციფიკան, որը թերևս նաեւ սպառվում է մեր հայրենակիցների կողմից Միացյալ Նահանգներում եւ այս տեսանկյունից դժվար թե այսպես 10% գնի բարձրացումը միանգամից ազդեցություն ունենա սպառման վարքագծի վրա։ Ես կարծում եմ պետք է կենտրոնանալ այս տեսանկյունից այն հնարավորությունների վրա, որոնք կարող են ստեղծվել, որովհետեւ ինչպիսի հնարավորություն Միացյալ Նահանգների շուկայում որոշակի վերադասավորումներ են լինում այս ամեն ինչի արդյունքում պայմանական 40, 50, 60% մաքսատուրքերը տարբեր զարգացող երկրների նկատմամբ բնականաբար փոփոխելու են նաև սպառման կառուցվածքը եւ կարող են որոշակի հնարավորություններ ստեղծել մեր արտահանողների համար եւ եթե ընդհանուր առմամբ գնահատենք 50 միլիոն դոլարը, 50-60 միլիոն դոլարը կարծում եմ այն արտահանման մեծությունը չէ, որը Հայաստանը պետք է ունենար Միացյալ Նահանգների հետ հաշվի առնելով այնտեղ եղած ահռելի ներուժը, նախ դա աշխարհի ամենամեծ տնտեսությունն է, այդտեղ հայկական երկրորդ ամենամեծ սփյուռքը կա եւ կարծում եմ այդտեղ շատ մեծ են հնարավորությունները արտահանման ավելացման եւ կարծում եմ պետք է ուշադրությամբ հետեւել այդտեղ տեղի ունեցող վերադասավորումներին։ Այսինքն կարող ենք ասել, որ մենք որպես շուկա կարող ենք նաեւ այս ամբողջ փոփոխությունից շահեկան վիճակում դուրս գալ, քանդուրժել ավելի շատ։ Եթե նոր մոտեցումները կարողանանք ճշգրտորեն օգտագործել, իօգուտ մեզ։ Կարճաժամկետ հատվածում հաշվի առնելով ըստ տատանողականությունը, խառնաշփոթը, վերադասավորումները, բնականաբար այդ ներուժը չի կարող իրացվել, բայց միջնաժամկետ եւ երկարաժամկետ հորիզոնում, եթե այս վերադասավորումները իրոք երկարաժամկետ լինեն, ապա այո հնարավորություններ կարող են այստեղ բացվել։ Պարոն Կարապետյան, հաշվի առնելով, որ մենք նահանգներից նաև դեղորայք ավտոմեքենայի ներմուծում ենք իրականացնում, դա այս փոփոխությունների համատեքստում կարող է որոշակիորեն գնաճի բերել, թե ոչ։ Այո, կարող է, հաշվի առնելով, որ գնաճային է
մաքսատուրքերի ազդեցությունը Միացյալ Նահանգների համար եւ գնաճը ինքնին տարածվելու է Միացյալ Նահանգներից ներմուծում իրականացնող երկրների վրա։ Ես նշեցի, որ միջինում մաքսատուրքերի ավելի մեղմ սցենարը գնահատվել էր շուրջ 1% գնաճային լրացուցիչ ազդեցություն։ Այնուամենայնիվ, այս նոր սանկցիաների ազդեցությունը դեռ պետք է գնահատվի, դա դեկտեմբերի գնահատում էր եւ բնականաբար շատ ավելի բարձր է լինելու այդ գնաճային ազդեցությունը եւ այո կարող է հատկապես առանձին ապրանքատեսակների վրա, ինչպիսին օրինակ մեքենաներն են, կարող է ազդեցություն ունենալ, որովհետեւ հատկապես Կարող որոշակիորեն մեր շուկայում մեքենաները ավելի թանկ վաճառվել։ Հաշվի առնելով, եթե իրենք ձեռք կբերեն դրանք ավելի թանկ, որովհետեւ մաքսատուրքերը բարձրացված են Միացյալ Նահանգներում իրենց մոտ ներկրելու համար։ Այո, հնարավոր է, որովհետեւ հատկապես ավտոինդուստրիան, համաշխարհային ավտոինդուստրիան ներկայումս փորձում է հասկանալ, թե ինչպես է կլանելու այս շոկը, որովհետեւ ամենակարևոր շեշտերից մեկը Թրամփի քաղաքականության դա տեղական ավտոինդուստրիային զարգ տալն է, որը գիտենք վերջին տասնամյակներում մեծ կորուստներ էր ունեցել եւ Միացյալ Նահանգների ավտոինդուստրիան նախ 70-80-ականներին իր տեղը աստիճանաբար զիջել էր ճապոնական ավտոարտադրողներին, այնուհետև գերմանական, ներկայումս մեծ ռիսկեր կան Չինաստանից, որոնք իհարկե Չինաստանից մեծ արտահանումներ Միացյալ Նահանգները դեռ չունի, բայց ամեն դեպքում իր համար բացառիկ շեշտ է ավտոինդուստրիային պաշտպանել է եւ դրա նկատմամբ մեծ մաքսատուրքեր են կիրառվում, այդ թվում եվրոպական, ճապոնական մեքենաների վրա եւ թերևս շատ սիմվոլիկ է, որ Թրամփի կողքին Էլոն Մասկն է, ով ամերիկյան ամենախոստունալից ավտոարտադրողներից է եւ թերևս հենց Էլոն Մասկի Տեսլա ընկերությունն էլ պետք է այդ ամեն ինչի շահառուներից մեկը լինի եւ գների որոշակի ավելի լավ դիրք ունենա շուկայում մրցակցային։ Ամփոփելով զրույցը, իսկ Միացյալ Նահանգներից Հայաստանի քաղաքացիներին փոխանցվող դրամական միջոցները որևէ կերպ, որևէ ձևով ազդեցություն կկրեն այս փոփոխություններից, թե ոչ։ Տեսեք, բավականին լայն է հարցը, որովհետև պետք է հաշվի առնենք, որ Միացյալ Նահանգների հետ աշխատում է մեր ամենակարևոր տնտեսական սեկտորներից մեկը IT-ն, եւ Միացյալ Նահանգների տնտեսական զարգացումները, իրենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումները որոշակի ազդեցություն ունենալու են այս ոլորտի վրա եւ դուք նաեւ խոսեցիք դրամական փոխանցումներից, նաեւ որոշակի այդ տեսանկյունից ազդեցություն կարող է ունենալ, եթե հաշվի առնենք, որ շոկը ընդհանուր առմամբ գնաճային ու անկումային է, այսինքն ինքը հանգեցնում է տնտեսական անկման եւ գնաճի, ստագֆլյացիա են դրան ասում, ստագֆլյացիոն շոկ է, դա որոշակի բացասական ազդեցություն կարող է ունենալ թե դրամական փոխանցումների, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վրա, իհարկե անուղղակիորեն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս տնտեսագետ Նարեկ Կարապետյանն էր։ Կհանդիպենք։